Արևմտահայ մտավորականների գործունեությունը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին եւ նրանց կարևոր դերակատարությունը ժամանակի հասարակական, կրթական եւ մշակութային կյանքում։ Այս թեմայի շուրջ իրենց ջանքերն են միավորել Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն ու Հայաստանի ազգային գրադարանը։ Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեի ֆինանսավորմամբ հասարակական գիտությունների, հայագիտության եւ հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ 2024 մրցույթի շրջանակում կատարված ուսումնասիրությունները ներկայացնում են օրվա բանախոսները, շեշտադրելով ազգային մտքի զարգացման, հանրային մտածողության մեջ մեծ փոփոխություններ բերած հայուհիների Սրբուհի Տյուսաբի, Էլպիս Կեսարյանի, Զաբել Եսայանի, Սիպիլի, Արշակուհի Թեոդիկի եւ այլոց առաջնորդությունը հանուն կանանց քաղաքացիական իրավունքների պայքարում եւ նրանց ընտրած ուղին հարթ եւ անխոչնդոտ չէր։ Իհարկե իրականությունը չընդունեց միանգամից այս գաղափարները։ Մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը նույնիսկ կամ մի ուրիշ խոշոր դեմք Ստեփան Ոսկանյանը Հարություն Սողաջյանը մի քիչ մեղ դիրք է գրավել։ Քննադատեցին Տյուսաբին ռոմանտիկական ծայրահեղությունների համար։ Որովհետև ժամանակը այն չէր։ Պարզ է որ միատեսակ նույն կերպ չէր կարող ընկալվել։ Գրադարանում նաև Էլպիս Կեսարյանի էսսեների բանաստեղծությունների նամակների ժողովածուի շնորհանդեսն է։ Նաիրա Համբարձումյանն իր Էլպիս Կեսարյանի առաջնորդությունը որպես սոցիումի բարենորոգման միջոց բանախոսությամբ ընդգծում է այն վճռորոշ դերը, որ ունեցել է Կեսարյանը ֆեմինիզմի տարածման գործում։ Կարելի է համարել ֆեմինիզմի հիմնադիր, շատ գրականագետներ, սխալմամբ թե թյուրըմբռնմամբ Սրբուհի Տյուսաբին են համարում ֆեմինիզմի հիմնադիր, որպես հայ առաջին արձակագիր, բայց դա այդպես չի։ Ես կասեմ, որ Էլպիս Կեսարյանը հենց առաջին կին խմբագիրն է եւ ֆեմինիզմի եւ կանանց հիմնախնդիրների այդ բարձրաձայնման հիմնադիրը, որովհետեւ իր էսսեներում ինքը քննարկել է կանանց իրավունքները։ 19-րդ դարի կեսերից աշխարհում սկսված տարբեր հասարակական շարժումների համապատկերում ալիքը տարածվեց նաև Օսմանյան կայսրության հայերի շրջանում եւ այդ համատեքստում մտավորական հայուհիներն իրենց ժամանակից շատ առաջ էին, ճանապարհ հարթելով անգամ այլազգի կանանց համար։ Հայ կանայք հասցելով Կեսարյանից, անցնելով մյուս հետո Սրբուհի Տյուսաբը, վերջում արդեն Զաբել Եսայանը եւ այլ կանայք շատ կարեւոր բեկումնային դեր կատարեցին։ Ոչ միայն հայկական հասարակության, հայկական սոցիումի առումով, այլև Օսմանյան կայսրության, որովհետև մյուս ազգերի, թուրք, քուրդ եւ մյուս ազգերի կին հեղինակները շատ ավելի ուշ տարբեր ժամանակաշրջանում սկսեցին նույնպես հետևել այդ տենդենսին։ Օրվա թեմային նվիրված գրադարանի թամանյանական մեկ ցուցասրահում բացվել է նաեւ թեմատիկ ցուցադրություն, ներկայացնելով արևմտահայ մտավորականների հիմնադրած կամ նրանց ակտիվ մասնակցությամբ հրատարակված հայտնի պարբերականները։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։